Ես հենց հիմի վատ եմ գնում եմ հիվանդանոց։ Բյուրեղավանցի կինը հիվանդանոց է շտապում հասնել արդեն երրորդ օրը քաղաքում խուճապ հարուցած առողջական գանգատներով։ Սրտխառնոց, հետալ, լուծ, ես սաղ օրգաններս ցավում եմ։ Կնոջ ինքնազգացողությունը վատացել է 3 օր առաջ։ 3 օր ես պարկած եմ։ Նրապես գանգատներ ունեցող քաղաքացիների թիվը Բյուրեղավանում այնքան մեծ է, որ մեզ հանդիպած բոլոր քաղաքացիները կամ իրենք ունեին նման խնդիր, կամ իրենց ընտանիքի անդամները, հարևանները։ Որովայնի ցավեր եմ զգացել, կոկորդից մասում ինչ-որ խեղտող բան է զգացվել։ Իմ հարևանը, սայովենա քան օրա փորացավան տենց։ Մենք ենք էլի համարյա դրա մեջ։ Ընտանիքի անդամներից, որ ասեմ խիստ արտահայտված է, չէ, բայց իրականում կա խնդիրը ու համատարած է։ Բյուրեղավանի պոլիկլինիկայում 2 օր առաջ երեկոյան է ստացվել քաղաքացիներից առաջին ահազանգերը։ Նույն օրը մեկ ղեկին է հոսպիտալացվել։ Այսօր արդեն նման քաղաքացիների թիվը գրեթե 3 տասնյակ է։ Ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Անմիջապես հենց գիշերով ինֆեկցիոնիստը մեր շտաբ հաղորդում ա տվել ՀՎԿ-ք, ու այդ ամբողջ գիշեր շարունակվել են այդ կանչերը։ Բյուրեղավանում այսօր էլ մարդիկ շարունակում են դիմել բուժհաստատություններ հիմնականում նույն սիմպտոմներով՝ սրտխառնոց, թուլություն, բարձր ջերմություն։ Նշված սիմպտոմներով պոլիկլինիկա է դիմել ավելի քան 63 հոգի։ Թեև բուժհաստատություն դիմել է միայն մի քանի տասնյակ մարդ, բայց գանգատներ ունեցողների թիվը շատ ավելի մեծ է, ասում է համայնքի պոլիկլինիկայի տնօրենը։ Շատերը տնային պայմաններում են փորձում բուժվել, իրենց բժիշկների հետ մշտական կապի մեջ լինելով։ Քանի որ փոքր է քաղաքը, իրանք իրենց բժիշկներին ճանաչում են, զանգում են, հարցնում են, ասեմ անընդհատ էս կապը կա, ամեն ինչը փառք Աստծո կոնտրոլի տակ է։ Ինչից են բյուրեղավանցիների մոտ առաջացել համատարած աղիքային վարակի սիմպտոմները։ Մինչ մասնագետները դեռ ուսումնասիրում են պատճառը, Բյուրեղավանում գրեթե բոլորը կարծում են, թե խնդիրը խմելու ջրից է առաջացել։ Ասում են ջրից է, չգիտենք։ Համ չենք առել, չենք իմացել։ Բողոքներ կան, հա, որ ինքը դեղին է եղել, գույնը ինչ որ համի ու հոտի ուղեկցությամբ է եղել, բայց ոչ խիստ արտահայտված։ Բայց միգուցե դա վիրուսա ջուրն է պատճառը, ես չեմ կարող ասեմ։ Թե դա ջրի կեղտոտությունից է, ինչ է։ Երևի այսքան անձրևաջրեր բան եկան ինչ-որ։ Չնայած Վիոլա ջուրը 3 հայտարարեց, որ Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում չի հայտնաբերվել, սակայն մեզ հետ զրուցած բյուրեղավանցիներն ասացին, որ ջուրը կամ գնում են, կամ եռացրած են օգտագործում։ Հիմա այնա տեն մեկ ջրերը շարել են, ջուր են կառնում խմում խանութից։ Ստիպված որ պաշտպանվենք։ Ես լավ էփած ջուր եմ խմում, հիմա դեղն եմ արդեն չայով եմ խմում։ Պոլիկլինիկայի տնօրենն ասում է, պետք չէ շտապել վարակի պատճառների շուրջ եզրակացություններ անելու հարցում։ Նրա խոսքով միայն ապահովության համար են քաղաքացիներին հորդորել ջուրն առանց եռացնելու չօգտագործել։ Սակայն բյուրեղավանցիներն ասում են, եթե խմելու ջրի դեպքում դա հնարավոր է, ապա կենցաղային գործերի համար ստիպված են ուղղակիորեն ծորակից օգտագործել ջուրը։ Անգամ աման լվանալը, միրգ լվանալը արդեն մտածելի տեղիք է տալիս, որ կեղտաջրերով լվանալուց արդյոք լվանում ես, թե ավելի ես կեղտոտում։ Բյուրեղավանցի այս կինը համայնքի դպրոցներից մեկում է աշխատում։ Ասում է, այս օրերին վարակով պայմանավորված մեծացել է բացականների թիվը թե ուսուցիչների, թե աշակերտների շրջանում։ Համաճարակ է համայնքում, թե ոչ։ Առողջապահության նախարարությունը դեռևս չի հայտարարել, թե որն է աղիքային հիվանդության պատճառը։ Մասնագետները դեռ աշխատում են վարակի հնարավոր աղբյուրը բացահայտելու ուղղությամբ։ Հիվանդներից վերցված նմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքները դեռ պատրաստ չեն։